Բարի օր հարգելի հետևորդներ, ժամի թարմնորություններով ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ձեռք սեղմում առանց մեկնաբանության Փաշինյանն ու Ալիևը Դավոսում են։ Արտահերթ նիստ ազգային ժողովում առանց ծանուցման ինչ են քննարկելու պատգամավորները։ Փորձել են առևանգել փաստաբանի երեխայի, ահազանգ է հնչեցրել իրավապաշտպանը։ Նավատորմը շարժվում է դեպի Իրան, Թրամփը սպառնում է, բայց միևնույն դեպքում հույս ունի չկրակել։ 4 ժամ խոսել են, բայց առաջընթաց չեն տեսնում, Պուտինը հանդիպել է ամերիկյան պատվիրակությանը։ Ամերիկյան նավատորմը շարժվում է դեպի Իրան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն հույս ունի, որ ուժի կիրառման կարիք չի լինի։ Նրա խոսքով Վաշինգտոնը ուշադիր հետևում է իրավիճակին։ Իրանում բողոքի ցույցերի ֆոնին ԱՄՆ-Իրան հարաբերությունները կտրուկ լարվել են։ Թրամփը բազմիցս սպառնացել է Թեհրանին, իսկ Թեհրանի իշխանությունը ԱՄՆ-ին մեղադրում է երկրում ամիսներ տևած անկարգությունների համար։ Այս լարվածության ֆոնին Թեհրանը հայտարարել է, որ Իրանի հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքում անկարգությունների պատճառով զոհ է եղել նաև հումանիտար ոլորտում։ Կարմիր մահիկի ընկերության տվյալներով զոհվել է կազմակերպության մեկ աշխատակից, ևս 25-ը վիրավորվել են։ Վնասվել են օգնության կենտրոններ ու ծառայողական մեքենաներ, իսկ պատճառված վնասը գնահատվում է հարյուրավոր միլիարդ թումաններով, մոտ 1 միլիարդ դրամի չափով։ Ռուսաստանը հայտարարել է, որ այսօր Աբու Դաբիում անվտանգության հարցերով բանակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ուշ գիշերին Կրեմլում հանդիպել էր ԱՄՆ նախագահի 3 բանագնացներին, զգուշացրել է, որ երկարատև խաղաղություն հնարավոր չէ, եթե տարածքային հարցերը չլուծվեն։ Նախօրեին Կրեմլում մոտ 4 ժամ տեղի ունեցած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ բովանդակալից կառուցողական և չափազանց անկեղծ հանդիպում է եղել։ Ուշակովը խուսափել է որևէ լուրջ առաջընթացի մասին խոսել։ Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և Ջոշ Գրունբաումը, որը Թրամփի կողմից նոր է նշանակվել որպես Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական։ Ռուսական կողմից Յուրի Ուշակովից զատ բանակցություններին ներկա է եղել նաև Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։ Ուկրաինայի շուրջ բանակցությունները սակայն դուրս են այս շրջագծից։ Նախագահ Թրամփը լավ է բնութագրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը, որը տևել է ավելի քան 1 ժամ և նոր սպասումներ ձևավորել ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ավարտի շուրջ։ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Դավոս չի գնա, եթե չլինի Թրամփին հանդիպելու և Ուկրաինայի վերակառուցման ծրագիրը ստորագրելու էական երաշխիքը։ Սեղանին փաստաթուղթը կար, թե ոչ, պարզ չէ։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունն, այն անվանելով շատ հուզիչ օր, որին երկար էին պատրաստվում։ Այն, ինչ անում ենք, շատ կարևոր է, երբ այս խորհուրդը լիովին ձևավորվի, մենք կարող ենք անել գրեթե այն, ինչ ուզում ենք։ Մենք դա կանենք ՄԱԿ-ի հետ համատեղ, ասել է նա։ Խորհրդի կանոնադրությունը ստորագրել է 19 երկրի առաջնորդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը։ Արարողությունը սակայն չի անցել առանց Թրամփի կատակների, նայելով ներկա առաջնորդներին նա ասել է. նրանք իմ ընկերներն են, ապա տեսնեմ, այո, նրանցից յուրաքանչյուրն իմ ընկերն է։ Մի րոպե, մի քանիսին ես սիրում եմ, մի քանիսին ոչ, բայց այս խմբում բոլորին էլ սիրում եմ, կհավատաք, սովորաբար լինում են 2 կամ 3 հոգի, որոնց տանել չեմ կարողանում, բայց այստեղ ներկաներից բոլորին էլ սիրում եմ։ Ռուսաստանը դեռ քննարկում է Խաղաղության խորհրդին միանալու հարցը, բայց պատրաստ է $1 միլիարդ ուղարկել խորհրդին պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդի հետ հանդիպմանը։ Պուտինը խոսել է նաև Գրենլանդիայի թեմայով։ Այդ հարցը Ռուսաստանին բացարձակապես չի հետաքրքրում, ասել է նա։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Դանիան պետք է լուծեն այդ հարցը։ Վերափոխված աշխարհակարգում Աստծո կամքով Թուրքիան կլինի իշխանության առաջատար բևեռներից մեկը, հայտարարել է Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Թուրքիան կլինի այն երկրներից մեկը, որոնք այս գործընթացից դուրս կգան շահած, հավելել է Թուրքիայի նախագահը։
Իսպանիան Եվրամիությանը կոչ է անում միասնական բանակ ստեղծել որպես զսպման միջոց։ Այս մասին ասել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Համատեղ ջանքերն ավելի արդյունավետ կլինեին, քան 27 առանձին ազգային բանակներն, ասել է նախարարը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի արևային ակնոցը մեծ շահույթ է բերել ակնոցն արտադրող ընկերությանը։ iVision Tech ընկերության բաժնետոմսերի արժեքը գրեթե 28%-ով ավելացել է Մակրոնի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթից հետո։ Դա անշուշտ ցնցող ազդեցություն ունեցավ բաժնետոմսերի վրա, ասել է ընկերության տնօրեն Ստեֆանո Ֆուլչիրը։ 2030-31 թվականներին արհեստական բանականությունն ավելի խելացի կլինի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած, Դավոսում հայտարարել է Իլոն Մասկը, հավելելով. Արդեն հաջորդ տարվա վերջին հանրությանը կվաճառենք մարդանման ռոբոտներ։ Մենք պետք է շատ զգույշ լինենք արհեստական բանականության եւ ռոբոտաշինության հետ։ Մենք չենք ուզում հայտնվել Ջեյմս Քեմերոնի Տերմինատոր ֆիլմում։ Սառնամանիք է գրանցվել Բուրյաթիայում, գիշերն այստեղ գրանցվել է -56 աստիճան ցուրտ։ Եվ վերջում ռուս տիեզերագնացը տիեզերքից նկարել է բևեռափայլը։ Նկարահանումը տեղի ունեցել վերջին 20 տարվա ամենահզոր արեգակնային փոթորիկներից մեկի ժամանակ։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իդեպ Դավոսում Թրամփի մասնակցությամբ մեկ այլ դրվագ ևս չի վրիպել հանրության ուշադրությունից։ Ֆորումի ընթացքում նրա ձեռքի կապտուկը դարձել է քննարկման թեմա։ Նախագահը պարզաբանել է, պարզապես հարվածել է սեղանին։ Շարունակենք Դավոսյան հանդիպումները։ Դավոսում, որտեղ աշխարհը տնտեսական քաղաքականության փոփոխման նոր ուղիներ է որոնում ու փորձում հասնել խաղաղության, տեսախցիկները ֆիքսել են Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի ոտքի վրա կարճատև շփումը։ Թե ինչ են խոսել խաղաղության ֆորումին մասնակցելու հրավերը առաջինը ընդունած ղեկավարները ձեռքսեղման ընթացքում, պարզ չէ։ Դավոսում 19 երկրի առաջնորդներ, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները միացել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին նախաձեռնած նորաստեղծ խաղաղության խորհրդին։ Ամերիկյան նախագահը, որը Փաշինյանին եւ Ալիևին եղբայրներ է հռչակել, ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդի մշտական անդամության համար պետք է վճարեն մոտ $1 միլիարդ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակավ շտապել է հանգստացնել հայ հանրությանը, վստահեցնելով, որ Երևանը խորհրդին միացել է առանց անդամ վճարի։ Այդ դեպքում ինչ են վճարելու կամ վճարել եւ ընդհանրապես ինչ է տալիս այս անդամակցությունը Հայաստանին, դեռ պարզ չէ։ Թրամփի նախաձեռնությանը միացել են ոչ բոլորը։ Վաշինգտոնի նատոյական դաշնակից Ֆրանսիան մերժել է առաջարկը, նշելով, որ նոր կառույցը մրցագորգ է հրավիրել ՄԱԿ-ին։ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրելուց հետո Թրամփը հանդիպել է Ադրբեջանի նախագահին։ Ալիևը կարևոր է համարել իր իսկ խոսքով Զանգեզուրի միջանցքը եւ Թրիփի նախագիծը, հայտարարելով, թե դրանք նպաստում են տարածաշրջանային փոխկապակցվածությանը։ Ադրբեջանի ղեկավարը պնդել է, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, հիշեցնելով իր երկրի եւ Հայաստանի միջև տնտեսական կապերը։ Իդեպ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը հետաքրքիր մեկնաբանություն է տվել Թրիփ նախագծի մասին։ Պարզվում է ԱՄՆ-ն բարձրաստիճան պետական մակարդակով բանակցում է ադրբեջանական պետական գործակալությունների հետ, որպիսի վերջիններս ներդրումներ ունենան ԱՄՆ այն մասնավոր ընկերություններում, որոնք տարբեր գործունեություն, շինարարություն կամ այլ տեսակ գործունեություն են իրականացնելու ՀՀ Սյունիքի մարզում Թրիփի շրջանակներում։ Որտեղից ենք մենք սա իմանում։ Սա մենք իմանում ենք պաշտոնական հաղորդագրություններից, որը տարածվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, ԱՄՆ առևտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը այցելել է Բաքու եւ դրանից հետո այդ այցերի հանրագումարում տարածվել են հաղորդագրությունները, որտեղ նշվում է, որ այդ պատվիրակությունը եւ անձամբ ղեկավարը այցելել է Բաքու, որպեսզի բանակցի պետական գործակալությունների հետ, որպեսզի վերջիններս ներդրում ունենան ամերիկյան մասնավոր ընկերություններում, որոնք հետո պիտի Թրիփի շրջանակներում Հայաստանում գործունեություն ծավալեն։ Ինչ է սա նշանակում պարզ լեզվով։ Սա նշանակում է, որ այն ընկերությունները, որոնք Հայաստանում, Սյունիքում իրականացնելու են շինարարություն, այլ տեսակի գործունեություն, ամենևին կարող են ամերիկյան չլինել, այլ նրանց կապիտալի մեծ մասը, ի վերջո որոշումների կայացումը կարող է իրականանալ Ադրբեջանում ու Բաքվում, քանի որ ներդրումների մասին են բանակցվում։
Նոր գործարքներին և բաղձալի խաղաղության գործընթացին զուգահեռ 2026-ի ընտրությանը ընդառաջ իշխանությունը վերանայում է ՔՊ ընտրացուցակը։ Փոփոխությունները տարբեր պատճառներ ունեն։ Մի շարք պատգամավորներ հեռանում են սեփական նախաձեռնությամբ, իսկ մյուսների դեպքում որոշումը կայացնում է կուսակցության վարչությունը։ Նրանց փոխարեն ցուցակում հայտնվում են հանրությանը առավել ճանաչելի դեմքեր, նպատակ ունենալով բարձրացնել ընտրական գրավչությունը և նվազեցնել ռիսկերը։ Քաղտեխնոլոգների գնահատմամբ ցուցակի վերաձևումը պատահական չէ։ Դուրս մնացածների թվում կան գործիչներ, որոնց անունները հաճախ էին կապվում սկանդալային պատմությունների հետ։ 2026-ի ընտրությանն ընդառաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն հեռացնում է մի շարք պատգամավորների նախընտրական ցուցակից, այլև համալրում այն նոր դեմքերով։ Որոշ պատգամավորներ հենց իրենք են ցանկանում հեռանալ, որոշներին հեռացնում է ՔՊ վարչությունը։ Փոխարենը պատգամավոր դառնալու հավակնություն ունեն դերասաններ, թաղապետներ, ճանաչում ունեցող այլ թեկնածուներ։ Նման փոխատեղումները քաղտեխնոլոգի կարծիքով պատահական չեն։ Կառավարման համակարգը անձնիշխան կամ ավտորիտար կառավարման համակարգ է եւ պատգամավորների կամ անդամների այս կամ այն անձի ցուցակում հայտնվել չհայտնվելը որոշում է ընդամենը մեկ անձ եւ այդ մեկ անձը կուսակցության ղեկավարն ու վարչապետն է։ Կառավարությունը ես եմ։ Քաղաքացիական պայմանագրի ցուցակից մերժվել են Ջուլիետա Ազարյանը, Հայկ Ցիրունյանը, Կարեն Սարուխանյանը եւ եղբայրներ Հայկ Սարգսյանն ու Նայիրի Սարգսյանը։ Վերջինս ասում է, վարչությունը մերժումը չի պարզաբանել։ Ոչ իմ մասով, ոչ Հայկի մասով հիմնավորում չի եղել։ Բողոքարկելը մնացել է անփոփոխ որոշումը։ Մինչդեռ քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը պնդում է, բոլոր գործիչներին տեղյակ են պահել, թե որն է նրանց ցուցակում չընդգրկվելու պատճառը։ Բոլորը ստացել են պատասխան, թե այս կամ այն գործիչը ինչու չի հայտնվել ցուցակում։ Այլ բան է, ուզում են մեր գործընկերները դրա մասին բարձրաձայն խոսել, թե ոչ։ Մերժված թեկնածուներից որոշների անունները տարբեր ժամանակահատվածներում շրջանառվել են սկանդալային եւ խնդրահարույց պատմությունների համատեքստում։ Կարեն Սարուխանյանի մտերիմը օրինակ թմրանյութի իրացման կասկածանքով էր ձերբակալվել։ Հայկ Սարգսյանի դեպքում իր իսկ պնդմամբ պատճառը կազինոների հարկի կրկնապատկման մասին առաջարկած օրենքի նախագիծն էր։ Նախագիծը դուրս չէր եկել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, բայց քաղտեխնոլոգի կարծիքով այս գործոններն ուղիղ կապ չունեն միայն քաղաքական անցյալի հետ։ Դրանք նաև վարչության ղեկավարի նախընտրություններին են ծառայել։ Տվյալ անձը չի հայտնվելու, որովհետև տվյալը ուրեմն այդ անձը նկատմամբ կուսակցության ղեկավարը ինչ-որ դրական վերաբերմունք չունի, որովհետև ասել, որ նրանց մեջ կան հեղինակավոր անձիկ եւ կան վարկաբեկված անձիկ, այդպես չէ, նրանք բոլորն էլ նույն ուրեմն վարկանիշ ունեցող, նույն ձևի վարկաբեկված անձիկ են։ Ուղղակի վարչապետի կմահաճույքն է։ Այս սրան ընդգրկեն, որովհետև ինքը ավելի շատ կծառայի ինձ, սրան չընդգրկեն, որովհետև քիչ կծառայի ինձ։ Օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Հռիփսիմե Հունանյանի անունն էլ մամուլում քննարկվում էր ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի ղեկավար նշանակվելու օրից։ Կառավարման ձիրք ունեցող մարդուն պետք չի, որ նա ունենա բարձրագույն կրթություն, որովհետև շատ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ կառավարման ձիրք չունեն։ Մամուլում տարածված սկանդալային պատմությունները մշտապես քննարկվում են վարչության ներսում, ասում է վարչության անդամը։ Նրա պնդմամբ սա մշտական գործընթաց է եւ պատճառը նախընտրական շրջանը չէ։ Ոչ թե եւ ոչ միայն այս process-ների ժամանակ ենք անդրադառնում տարբեր հարցերին, այլև մշտապես։ Ես չի կարող մամուլում լինել մի աղմուկահարույց հայտարարություն, որը պատշաճ կերպով հերքված չհամարելու դեպքում մենք ենք քննարկում, մենք մեր կուսակցությունը եւ առանձնանում է նաեւ դրանով, որ մենք բոլոր հարցերը քննարկում ենք ներսում։ Թեև վարչության անդամն ասում է, որ հարցերը քննարկվում են մշտապես, քաղտեխնոլոգի պնդմամբ նման գործընթացը հենց այս շրջանի հետ է պայմանավորված, քանի որ նախկին անդամներին պետք է փոխարինեն նոր, ավելի հարմար թեկնածուներով։ Նախընտրական ցուցակում իրենց տեղն են սկսում զբաղեցնել տարբեր վարչական ռեսուրսներ ունեցող անձինք մեկ եւ երկրորդ այսպես կոչված մտավորականությունը, տարբեր տեսակի ինչ որ նկարիչ, չգիտեմ, բժիշկ եւ այլն, եւ իրենց թվում է, որ եթե նկարիչը հայտնի է, չգիտեմ, կամ այդ բժիշկը հայտնի է, ուրեմն շատ մարդիկ ուրեմն կգան եւ նրան ձայն կտան ելնելով դրանից։ Այսպիսով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը ձևավորվում է ոչ
ոչ միայն թեկնածուների քաղաքական անցյալի, այլև ներկա ռիսկերի եւ մարտահրավերների գնահատմամբ։ Թեկնածուների ցանկը պատրաստ է։ Անունները հայտնի կդառնան ընտրագրավի վճարման վերջնաժամկետից փետրվարի 4-ից հետո։ Իսկ նոր դեմքերով համալրված ցուցակը կաշխատի արդյոք կուսակցության օգտին, պարզ կդառնա ընտրությունից հետո։ Սեդա Կյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Քիչ առաջ ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրակարգով։ Ընդդիմադիր պատգամավորները նիստի մասին տեղեկացել են այսօր։ Մեծ հետզրույցում հայտնել է պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ազգային ժողովի կայքում նույնպես արտահերթ նիստի մասին տեղեկություն չկա։ Նիստը ուղիղ միացմամբ կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ ՀՅԴ ներկայացուցիչ ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ 2 օր առաջ Գեգամ Մանուկյանի հետ այցելել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեսակցելու 15 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին։ Սաղաթելյանը ստեղծված վիճակը գնահատել է ուղիղ սպառնալիք Նարեկ Սամսոնյանի առողջությանը։ Մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որպեսզի Նարեկ Սամսոնյանն անհապաղ հասանելիություն ստանա անհրաժեշտ բժշկական ծառայություններին։ Նույնանման իրավիճակ է նաև Վարդան Ղուկասյանի պարագայում, որն ունենալով կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ եւ հիվանդություններ, շարունակում է զրկված մնալ պատշաճ բուժօգնությունից ապօրինի կալանքի պատճառով։ Արմավիր քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության օրը տեսակցեցինք նաև քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանին եւ Խաչիկ Գալստյանին, որոնք իրենց ողջուններն էին փոխանցում ազատության մեջ գտնվող համախոհ հայրենակիցներին։ Եվս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ քաղբանտարկյալների հարցը մեզ համար առաջնային օրակարգային խնդիր է եւ հանդիսանում է մեր քննարկումների առանցքային թեմաներից մեկը քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքում։ 2 օր առաջ փաստաբաններից մեկի անչափահաս երեխային փորձել են առևանգել։ Ահազանգ է հնչեցնում փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշել է, որ երեխային շքամուտքում կանգնեցրել են, փորձել նստեցնել մեքենան, սակայն նա վախեցած փախչել է։ Հայրը դիմել է ոստիկանություն, բայց մինչ այս պահը որևէ գործողություն չի իրականացվել։ Երեխան հոգեկան ուժեղ ստրեսի մեջ է։ Մեր փաստաբան գործընկերներից մեկի անչափահաս որդին իր բնակության վայրից դուրս է եկել եւ երբ որ պատրաստում էր ներկայանալ արտադպրոցական պարապմունքների շենքի շքամուտի մոտ նրան մոտեցել է մի տրանսպորտային միջոց եւ այդ տրանսպորտային միջոցի վարորդը պլաշով սև դուրս է եկել եւ փորձել է երեխային համոզելով նստեցնել ավտոմեքենա, նշելով, որ երեխայի մայրը այդ ամենի մասին տեղյակ է, նրանք կգնան, քաղցրավենիքներ կգնեն, խաղալիքներ կգնեն եւ հետո կճանապարհվեն գեղեցիկ ու լավ օր անցկացնելու համար։ Երեխային այդ տեղի ունեցած այդ երևույթը շատ զարմանալի է թվացել եւ հասկանալով ամեն ինչ նա դիմել է փախուստի, իսկ տրանսպորտային միջոցի վարորդը իր հետևից։ Ինչևէ, երեխային հաջողվել է դիմել փախուստի եւ այդ ընթացքում ահազանգել հորը ու պատմել կատարվածի մասին, հայրը միանգամից ներկայացել է ոստիկանության բաժին, տեղի ունեցածի մասին պատմել եւ արդեն գնացել երեխայի մոտ, երեխան գտնում է շատ հոգեկան հուզված եւ խիստ լարված վիճակում։ Հիմա այս ամենի մասին տարածելու նպատակը ոչ միայն զգույշ լինելն է, այլ նաև ոստիկանության աշխատակիցների աշխատանքը քննադատելը, որովհետև մինչև հիմա ոստիկանությունը որևէ գործողություն չի ձեռնարկել, արդեն այսօր 2-րդ օրն է եւ ոստիկանությունը մեր փաստաբան գործընկերոջը պարզաբանում է, որ տեղամասային տեսուչը փորձում է այդ հարցով զբաղվել։ 3 Բագրատ Սրբազանն ու նրա աջակիցները նորից դատարանում էին։ Այս գործը ծայրից ծայր փնթի է։ Մեղադրանքի ապացույցները լսելուց հետո դատարանում հայտարարել է Բագրատ Սրբազանը։ Նրա պնդմամբ 35 հատորանոց քրեական գործում ապացուցողական բացագոյություն չունի։ Վերցրեք, համեմատեք մի գործ, մի դրվագը արդեն պարզ է դարձնում ամբողջ պատկերը ինչի մասին է։ Երրորդ Մեղադրող կողմը ասում է, որ ուրեմն ընդդիմադիր հավաքների վերաբերյալ ինչ-որ մեկին մեր ժողովրդից հարգելի վկա, որպես վկայակոչումը, որն ասել է, որ ընդդիմադիր հավաքներ են կազմակերպում սանը, դրա համար վկայի կարիք չկա, պատվարժում դատարան, մարդուն էլ չարչարելու, դրանք բոլորը էկրանի վրա են, այո, քանի այս իշխանությունը գոյություն ունի, Եվ իմ բերանի մեջ շունչ կա, սիրտս էլ տրոփում է, ես ընդդիմադիր չեմ լինելու, ես պայքարելու եմ, որ ազատագրվի իմ երկիրը, ու վեր։
որովհետև այդ ազատագրությունը նաև ձեր ազատագրությունն է։ Ամբողջությամբ սա մարմնավոր ազատագրություն չի միայն, հոգևոր ազատագրությունը, այս քաղցկեղը, որ մեր կյանքի մեջ է բոլոր բջիջներով, մտած տնտեսության մեջ, դատական համակարգի մեջ, քաղաքական երկիրը վաճառելու, Արցախը հանձնած մարդկանց այսքան զոհերով, հիմա դրանում ինչ գաղտնիք կա, որ մի հատ էլ վկա պիտի բերեք։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։